Դաշնակցությունը հորդորում է նորանշանակ վարչապետին զերծ մնալ շոուներից։ Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ պատասխանելով ազատության հարցին հայտարարեց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Հիշեցնենք, երեկ կառավարության նիստի ժամանակ վարչապետը կասկածի տակ դրեց էկոնոմիկայի դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանի պատասխանը։ Ինչքան ժամանակ է ծախսել նախորդ ընկերությունը մինչև այս արտոնությունը ստացել է։ Ընկերությունը մոտավորապես 1 շաբաթ։ Այն ոնց էր կոչվում։ Շանց սահմանափակը։ Չէ, նանմանը։ Նանմանը ինչքան ժամանակ է ծախսել։ Այո, երբ է դիմեցրես, գրեթե 1 շաբաթ էլ նանմանը։ Չեմ հավատում։ Պարոն Ռուստամյան, կցանկանայի ձեր գնահատականը երեք կառավարության նիստում տեղի ունեցած միջադեպից, ըստ էության անվստահություն կարծես թե հայտնեց վարչապետը ձեր նախարարին։ Ինչ է սա նշանակում, արդյոք կարող են նաև փոփոխություններ լինել ձեր նախարարների հետ կապված նոր կաբինետում։ Շնորհակալություն։ Զերծ մնանք ընդհանրապես շոուների տրամաբանությանը համապատասխանող ինչ-որ տպավորություն ստեղծող քայլերից, որոնք շատ կարճաժամկետ կյանք կարող են ունենալ, հավատալը, գիտեք, այդեն տեղը չի, որտեղ վարչապետը պետք է հավատա կամ չհավատա, պետք է ստուգեն, եթե մի բան կա տեսնում ես, դրա հավատալը որն է, չկա, ուրեմն առավել ևս հավատալու խնդիր չկա, սա այդ տեղը չի, հավատափորձության տեղ չի, այդտեղ կոնկրետ կառավարություն է, որտեղ կոնկրետ գործեր պետք է կատարվեն, եւ այդ կոնկրետ գործերը կամ կան, կամ չկան։ Այսինքն շոու էր ներողություն ձեր կարծիքով այն ինչ տեղի ունեցավ։ Ես չեմ կարծում նոր է վարչապետը իր գործունեությունը սկսում, ես կարծում եմ, որ պետք է առավելագույնս ծանոթանա բոլոր ոլորտների կատարած չկատարածին մինչև հիմա եւ հավատի միջոցով այդտեղ ինչ որ քննարկումներ կատարելը կարծում եմ ճիշտ ճանապարհ չի։ Մենք վստահում ենք ամբողջությամբ մասնավորապես տվյալ պարագայում Արծվիկ Մինասյանին, որ նա գիտի իր համակարգը եւ եթե չի հավատում վարչապետը, որ նա գիտի, թող համոզվի։ Ռուստամյան, այսինքն ձեզ դուր չի եկել Կարեն Կարապետյանի այդ այսպես նկատողությունը կամ հայտարարությունը ձեր կուսակցի հասցեին։ Ես զերծ կմնայի իր փոխարեն այդպիսի, ասենք, բառապաշար օգտագործելուց։ Ուշագրավ է, որ եթե Կարեն Կարապետյանի չեմ հավատում հայտարարությունը դուր չի եկել իշխանության մաս կազմող դաշնակցությանը, ապա Բարգավաճ Հայաստան խմբակցության падգամավոր Միքայել Մելքումյանը տեղին է համարում վարչապետի երեք հնչեցրած հայտարարությունները։ Երեկվա կառավարության նիստում նորմալ եմ համարում այդ այսպես ճիշտ հարցադրումները, տեղին հարցադրումները։ Շատերը կարող ասեն դա մի քիչ կոշտ է, բայց ոչ, շատ տեղին եմ համարում։ Հարցին թե ինչպիսին է լինելու Բարգավաճ Հայաստան կուսակցության ճակատագիրը Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո Միքայել Մելքումյանը հակադարձեց, թե ԲՀԿ հիմնադիրը Գագիկ Ծառուկյանն է եւ ոչ թե Հովիկ Աբրահամյանը, ապա ուշագրավ հայտարարություն արեց։ Եվ եթե Գագիկ Ծառուկյանը ժամանակավորապես հեռացել է քաղաքականությունից, ռեսուրսը, որ նա դրել է այս մեր քաղաքական ուժի կայացման եւ հետագա հաջողություն ունենալու մեջ, դա որևէ մեկը Բարգավաճից չի խլել։ Քիչ առաջ հայտարարեցիք, որ Գագիկ Ծառուկյանը ժամանակավոր է հեռացել քաղաքականությունից։ Կնշեք, երբ է այդ դեպքում պատրաստվում վերադառնալ եւ ինչպես առաջին։ Ուրեմն ժամանակավոր, երբ որ ասում եմ, ընդհանրապես մենք ապրում ենք ժամանակի եւ տարածության մեջ։ Հարցը պետք է ուղղեք իրեն։ Այսինքն, այս հարցը շատ է հարցարում, ես ուզում հստակ ասեմ, որ այո, երբ որ մենք գնում ենք մարզեր, երբ որ խոսում ենք մեր կուսակիցների հետ, այո, այդպիսի հարցադրումներ շատ կա։ Ուզում եք ավելի անկեղծ ասեմ, մարզերի մեծ մասում մարդիկ չգիտեն, որ Գագիկ Ծառուկյանը դուրս է եկել, թե ԲՀԿ-ն իսկապես կապվում է Գագիկ Ծառուկյանի անվան հետ։ Սա այս բարձը ես թաքցնելու բան չունեմ։ Ինքը կորոշի, երբ որ ես ասում եմ ժամանակավոր, այս կյանքում ամեն ինչը ժամանակավոր է։ Հետո ձեր հարցը։ Ներողություն, այսինքն չեք բացառում, որ առաջիկայում նա կարող է ինչ-որ ձևով վերադառնալ։ Իր որոշումների մասին ինքն է հայտարարելու։ Քաղաքական գործընթացների մասնակից լինելու համար անհրաժեշտ մեխանիզմներ տնօրինող, բայց մտավոր ցածր ունակություններով անհատ։ Հիշեցնենք, Գագիկ Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից այն բանից հետո, երբ 2015-ի փետրվարին հանրապետականի ղեկավար նախագահ Սերժ Սարգսյանը նրան չարիք անվանեց, հորդորելով ստուգումներ անցկացնել գողացված միլիարդները բարեգործության անվան տակ քողարկելու լուրերի առնչությամբ։ Փոխադարձ մեղադրանքներից հետո ի վերջո Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե հեռանում է քաղաքականությունից, հրաժարվելով նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարի պաշտոնից։
Իշխող հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին այսօր լրագրողները հարցրեցին, արդյոք հնարավոր համարում է Ծառուկյանի վերադարձը, հաշվի առնելով Միքայել Մելքումյանի այն հայտարարությունը, թե նա ժամանակավոր է հեռացել քաղաքականությունից։ Հիմա ես չգիտեմ Միքայել Մելքումյանի մոտ ինչ-որ բան փոխվել է թե չէ, մեզ մոտ չի փոխվել, Գայիկ Ծառուկյանի հետ էլ շփումների չեմ նկատում, որ բան է փոխվել եւ նա խոսքի մարդ է, ես հավատում եմ իր խոսքին, իսկ մնացածը թողնենք ապագային։